Ծառից ծառ պարանը կապել, պաստառները կախել, ոստիկանները թույլ չտվեցին կառավարության դիմաց ի աջակցություն Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բողոքի դուրս եկած ակտիվիստներն էլ լարը ծայրից ծայր իրենց ձեռքն առան։ Հետո հրապարակում նաև խունկ վառեցին, սիմվոլիկ ակցիա է։ Խիղճը չի թողնում մնալ տանը։ Խիղճը չի թողնում որևէ այլ բանով զբաղվել այժմ։ Երկորյա լռությունն այսօր Փաշինյանն էլ է խախտել։ Առավոտ կանուխ մի ժամվա մեջ 2 փոստ է արել Facebook-ում։ Թագավորն իր հույսը դրեց տիրոջ վրա եւ բարձրյալի ողորմությամբ նա չի սասանվի։ Սաղմոսի այս հատվածն է մեջ բերել, հետո խորհրդային ժամանակների մի անեկդոտ պատմել ու հետևություն արել։ Իր հայտնի ստատուսից փաստորեն միայն հայհոյանքն է հարց առաջացնում, թե չէ կարծես իր խոսքով կոնսենսուս ունենք։ Սրբապիղծ սրբազանների հարցը պետք է լուծել։ Եկեղեցին մասն է ամբողջ ազգի։ Եկեղեցին ազգի հիմնասյունն է եւ պահող մասն է։ Ըստ այդմ պարզ է, որ սպասավորների մեջ կարող են լինել տարբեր խնդիրներ, որտեղ իրենք մարդ են եւ հայ են։ Ու երբ որ ազգը ունենում է խնդիր նաեւ տարբեր մարդիկ։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ որևէ մեկը իրավունք ունի հարվածելու եկեղեցի։ Մարդիկ պիտի հասկանան, որ այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, դա ամենևին էլ անհաց սպասավորների դեմ ուղղված արշավ չի։ Դա նպատակաուղղված հերթական քայլն է հայոց ազգային ինստիտուտները խարխրելու ու հայոց հիմնասյուներից մեկին է ուղղված հիմա այդ արշավը Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որ դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը։ Ակտիվիստները բողոքի ձայնից բացի նաև հարց են բարձրացնում. ինչպես ստացվեց, որ իշխանությունը այս արշավը սկսեց Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալաշուքյուր Փաշազադեի հենց այն հայտարարությունից ճիշտ 7 օր հետո, թե մեջբերեմ հայկական եկեղեցին սպառնալիք է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար։ Հարցնում են նաև, տեսել եք ինչեր են գրում ադրբեջանական մամուլում այս ամենի մասին։ Բոլորս էլ գիտենք, որ այդպես չի, բոլորս էլ գիտենք, որ խոնարհված եկեղեցիներում շատ գործ կա անելու, բայց ինձ համար այդ խոնարհված եկեղեցին նույնքան սուրբ է, սրբավայրը մնում է սրբավայր։ Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու ամենամաքուր եկեղեցիները իր համար նշանակություն չունի։ Ակտիվիստների բողոքի գործողությունները դեռ շարունակվելու են, թե հաջորդն ինչ քայլի կդիմեն, առայժմ չեն մանրամասնում, միայն մի բառ չեն հանդուրժելու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։